Լույս սիրելիներս, Քրիստոս հարյավի մեռելոց։ Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է միշտ գիտակցի, որ Տերն իրեն իր արդարության համար փրկելու է փորձությունների ժամին։ Տերը գիտե Աստված պաշտներին փրկել փորձությունից, իսկ անիրավներին պահել դատաստանի օրվա համար տանջանքների մատնելու նրանց։ Մանավանդ մարմնի պիղծ ցանկությունների հետևից գնացողներին, Աստծո իշխանություն արհամարհողներին, ինքնահավաններին, հանդուգներին, որոնք չեն վախենում երկնային փառավոր էակներին հայոյելուց։ Այն դեպքում, երբ հրեշտակները, որոնք զորությամբ եւ կարողությամբ ավելի մեծ են իրենցից, նրանց դեմ հայոյալից դատապարտություն չեն բերում Տիրոջ առջև։ Սիրելիներս, Պետրոս առաքյալը այստեղ մեզ հիշեցնում է, թե անցյալում, թե գալիքի մեջ Տերը անպայման պիտի պատժի նրանց, ովքեր իրենց ամբարտավանությամբ, մեղքերի ցանկություններով դուրս են եկել Տիրոջ սրբության դեմ։ Եթե մենք կարողանանք համբերությամբ պահել Տիրոջ խոսքը, Տերն էլ նեղության ժամին մեզ պիտի փրկի, որովհետև արդարի Տերը Աստված է եւ Տերը նրան միշտ փրկում է ամեն տեսակ նեղություններից ու դժվարություններից։ Մեր կյանքի մեջ շատ են մարդիկ, ովքեր անիրավությամբ ապրում են, Աստծո սրբության դեմ, Աստծո օրենքների պատվիրաններ ինքնահավան են, հայալից կենցաղով են ապրում եւ դրանով մերժում են։ Որն է մեծագույն մեղքերից մեկը։ Թե անցյալում, թե այսօր կան մարդիկ, ովքեր ասում են, որ իրենք մաքրված ու փրկված են Քրիստոսով, իրենք այլևս տկնելու կարիք չունեն։ Բայց սատանան քնած չէ, հսկում է յուրաքանչյուր քրիստոնյայի նրա մեջ բորբոքելով մարմնի ցանկությունները, որ հանդգնությամբ, հմբարտությամբ, ամբարտավանությամբ ապրեն այս աշխարհի մեջ։ Այնքան այս մարդիկ կարող են առաջ գնալ, որ անգամ կարող են երկնային էակներին, այսինքն հրեշտակներին հայոյել։ Աստված իր ստեղծագործության մեջ 3 տեսակ էակներ ստեղծեց։ Նախ առաջինը հոգիներ առանց մարմնի, որոնք հրեշտակներն էին։ Երկրորդը մարմին ունեցող, բայց հոգի չունեցող էակներ, անասունները, որոնք շունչ ունեն, բայց ոչ հոգի։ Եվ երրորդ մարդու կատարել ստեղծագործությունը, մարդը, որ ունի եւ հոգի, եւ մարմին։ Եվ երբ որ մենք հայոյում ենք Աստծո ստեղծագործությունը, մենք նաեւ հրեշտակներին ենք հայոյում։ Ինչպես որ Հիսուսի ժամանակ գոյություն են սադուկեցիներ, ովքեր չէին հավատում հրեշտակների գոյությանը եւ մեռելների հարությանը։ Նրանք, ովքեր որ չեն հավատում հրեշտակների գոյությանը, նրանք հայոյում են Աստծո ստեղծագործությունը։ Նրանք, ովքեր չեն հավատում, որ հրեշտակները գոյություն են եւ ներկա են մեր կյանքի մեջ, նրանք պահպանություն անում մեզ, նրանք մերժում են Աստծո փրկություն ծրագիրը, որ հրեշտակների միջոցով փոխանցված է մեզ։ Բայց ի տարբերություն այն հայոյողների, կեղծ սուտ քարոզիչների, ովքեր մերժում են այս ամենը, հրեշտակները երբեք չեն հայոյում, այլ հակառակն ասում են, թող Տերը պատժի քեզ, ցույց տալու համար, որ իրենք Աստծո ստեղծագործության դեմ չեն կարող դուրս գալ եւ իրենց նպատակը դա էլ չէ։ Մեր չարությանը, ատելությանը իրենք սիրով ու հոգատարությամբ են պատասխանում։ Եվ գեղեցիկ մի խոսք ունի Ներսես Շնորհալին, երբ ասում է, այն մարդիկ, ովքեր որ մեղանչում են Աստծո պատվիրանների դեմ, տարբեր են, իսկ նրանք, ովքեր որ այսպիսի հայոյություն են անում, իրենք ուղղակի մեղանչում են հենց ինքը Աստծո դեմ։ Ուրեմն այն մարդիկ, ովքեր կմերժեն հրեշտակների գոյությունը, անարգ ցանկություններով, կեղծ սուտ ու ուսմուն կբերեն, դուրս կգան ամբարտավանությամբ Տիրոջ վարդապետության, աստվածպաշտության դեմ, նրանք ուղղակի Աստծո դեմ պիտի դուրս գան։ Իսկ նա ով արդար է, արդարությամբ ապրում այս աշխարհի մեջ եւ կարողանում է այդ արդարությամբ նաեւ շատ ուրիշներին օրինակ դառնել, Տերը նրանց փորձության ժամին պիտի փրկի։ Մենք կպահենք իր խոսքը, ինքն էլ նեղության մեջ մեզ կհանի այդ դժվարին փորձություններից ու փառավոր ներկայության մեջ կպահի մեր հավիտենական կյանքը։